Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին դերասանուհի Էմմա Սափունջյանը սիրելիի հետ գտնվում է Փարիզում, ով հենց այնտեղ օրեր առաջ ամուսնության առաջարկ էր արել Էմմային։ Դերասանուհին կիսվել էր մի քանի կադրերով, որոնք էլ ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։ Բացի այդ, դերասանուհին նաև հրապարակումներ է արել ցույց տալով սիրելիի հետ անցկացրած եվրոպական հանգիստն ու շրջագայությունը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի լուսանկար, որոնք այս ընթացքում դերասանուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում ու նշել, որ անչափ երջանիկ է, քանի որ Փարիզում գտնվելն իր մեծագույն երազանքներից մեկն է եղել։ Թերևս դերասանուհի դառնալը Էմմա Սափունջյանի համար մանկության երազանք չի եղել, սակայն նրա սերը ընտրված մասնագիտության նկատմամբ օր-օրի ավելացել է։ Էմմա Սափունջյանին տարիներ առաջ մեծ ճանաչում բերեց Էլենի օրագիրը 2-ում նկարահանվելը։ Դերասանուհին այդ փուլում հարցազրույց էր տվել ու պատմել դերի մասին։ Դերասանուհին անկեղծացել ու պատմել էր. «Փոքր տարիքում երազանքներիս ցանկում չի եղել դերասանուհի դառնալը, բայց ավելի հասուն տարիքում, երբ սկսեցի հաճախել դերասանի վարպետության դասընթացների, մեղմ ասած, սիրահարվեցի այս մասնագիտությանը։ Եվ մինչ օրս պաշտում եմ այն։ Եվ հենց այդ դասընթացներն էլ պատճառ դարձան, որ հետագայում հայտնվեցի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Իսկ ընդունելության հարցում ինձ օգնեց դերասանուհի Վիվիեն Բաստաջյանը, ով մի քանի ամիս շարունակ, չխնայելով իր նյարդերը, փորձեց ինձ մասնագիտական մի քանի բան սովորեցնել։ Վիվիենը շատ մեծ դեր է խաղացել իմ մասնագիտական կյանքում, քանի որ իր տված խորհուրդներով եմ առաջնորդվում մինչև օրս։ Ես կարող եմ 24 ժամ աշխատել ու չհոգնել։ Թատերականում սովորելը շատ կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր դերասանի կյանքում։ Շատերը կարծում են, ոչ մի բարդ բան չկա խաղի մեջ, պարզապես պետք է տեքստ ասել ու վերջ, բայց իրականում սա շատ խորը մասնագիտություն է։ Շատ չխոսեմ, քանի որ այս թեմայով կարելի է անվերջ խոսել ու խոսել։ Միայն կարող եմ ասել, որքան էլ ինքնուրույն փորձել էի ուսումնասիրել, միևնույն է, մինչև ինստիտուտ ընդունվելը ոչինչ չգիտեի այս մասնագիտության մասին, իսկ այնտեղ սովորելու ժամանակ հասկացա, թե ինչ խորը մասնագիտություն եմ ընտրել և օր-օրի ավելի ու ավելի սիրահարվում եմ թատրոնին և կինոյին։ Երազում էի, որքան հնարավոր է շուտ հայտնվել բեմի վրա և տեսախցիկի առջև, ու այդ սերը մինչև հիմա կա, և այն աստիճանաբար ավելի է շատանում։ Երբ տեղեկանում եմ, որ նկարահանում ունեմ, տրամադրությունս միանգամից բարձրանում է։ Ես կարող եմ 24 ժամ գտնվել նկարահանման հրապարակում և չհոգնել։ Էլենի օրագիրը 2-ի քասթինգին մասնակցելիս համոզված էի, որ չեմ ընտրվելու։ Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել եմ 16 տարեկանում, երբ դեռ դպրոցական էի։ Ուսանողական տարիներին գրեթե ոչ մի քասթինգ բաց չէի թողնում, սակայն ոչ մի կերպարում չէի հաստատվում։ Իմ առաջին լուրջ դերը եղել է «Սահմանին» 2 սերիալում, մարմնավորում էի Տաթևին։ Քասթինգին մասնակցելիս համոզված էի, որ այստեղ էլ չեմ հաստատվի։ Եվ անկեղծ, շատ զարմացա, երբ կերպարը փորձելուց հետո ռեժիսոր Ռոման Մուշեղյանը միանգամից ասաց, որ ես եմ խաղալու։ Շանթ հեռուստաընկերությունում նկարահանվելու առաջարկ ունեցել եմ անցած տարի, երբ դեռ չէին սկսվել Էլենի օրագիր սերիալի նկարահանումները։ Ցանկությունը շատ մեծ էր, սակայն այդ շրջանում զբաղվածությունս թույլ չտվեց, իսկ հիմա, երբ ավելի ազատ էր գրաֆիկս, սիրով համաձայնեցի համագործակցել։ Փորձում եմ կերպարս այնպես կառուցել, որ չնմանվի իմ կերտած մյուս կերպարներին։ Կարծում եմ, ինձ դա հաջողվում է, բայց դեռ ամբողջովին գոհ չեմ իմ խաղից։ Դեռ աշխատելու շատ տեղ ունեմ։ Դերասանի համար Ինեսայի կերպարն իսկական ձեռքբերում է, քանի որ ունի հստակ բնավորություն։ Ամեն արած քայլ արդարացված է և շատ շերտեր ունի, որոնք ընթացքում դեռ կբացվեն։ Բացահայտումներ ցավոք չեմ կարող անել, քանի որ հետաքրքրությունը կկորի։ Թող ամեն ինչ լինի իր ժամանակին։ Անկեղծացել էր Էմմա Սափունջյանն ու հավելել. Թատերականն ավարտելուց հետո խաղընկերների հարցում բախտս միշտ է բերում։ Աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նկարահանման հարթակում տիրում է առողջ և հաճելի աշխատանքային մթնոլորտ։ Չնայած նրան, որ առաջին անգամ էի հանդիպում խաղընկերներիս, շատ շուտ ընկերացանք։
Նույն հարցազրույցի ընթացքում Էման խոսել էր նաև ընտանիքի մասին։ Մեր ընտանիքի միակ երեխան եմ։ Ծնողներս լրիվ այլ ոլորտից են, արվեստի հետ կապ չունեն։ Նրանց շնորհիվ երբեք որևէ բանի պակաս չեմ զգացել։ Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ինչպես այլ հարցերում, նրանք որևէ արգելք չեն դրել իմ առջև, այլ ընդհակառակը, միշտ աջակցել են, այն պահերին, երբ հուսահատվում էի։ Նրանք չէին թողնում, որ մեկ վայրկյան անգամ կասկածեի իմ ընտրության հարցում։ Նաև կարող եմ ասել, որ շատ ալարկոտ եմ։ Եթե նստեմ բազմոցին, ինձ հետո անհնար կլինի հանել։ Երբ ընկերներս առաջարկում են որևէ տեղ գնալ, հազար ու մի պատճառ կհորինեմ, միայն թե տնից դուրս չգամ։ Համոզված եմ, եթե մահից հետո ընկնեմ դժոխք, պատճառն իմ ալարկոտությունն է լինելու։ Իսկ միակ բանը, որ ալարկոտությունիցս ավելի ուժեղ է, աշխատանքս է։ Ինչպես արդեն նշել եմ, կարող եմ 24 ժամ առանց հանգստի նկարահանվել ու չհոգնել։ Անձնական կյանքի մասին դեռ տարիներ առաջ Էման հետևյալն էր ասել. «Այո, չեմ խուսափում անձնականից խոսել, քանի որ ընտրյալ չունեմ, բայց կարծում եմ, երբ հայտնվի իմ կողքին այդ միակը, ես նրան կթաքցնեմ տեսախցիկներից»։ Անկեղծացել էր Էման տարիներ առաջ, սակայն ինչպես երևում է հիմա, երբ ամեն ինչ օրինական փուլում է, Էման չի խուսափում սիրելիին հանրությանը ներկայացնել։ Իր մեկ այլ հարցազրույցի ընթացքում դերասանուհի Էմմա Սափունջյանը կարճ բլից հարցերի է պատասխանել, որոնք ևս ներկայացնում ենք ձեզ։ Լրագրողի առաջին հարցը հետևյալն էր. «Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել»։ Երազում էի շուն ունենալ։ 24 տարեկանում իրականացավ երազանքս։ Հաջորդ հարցը այսպիսին էր. «Ամենամեծ սուտը ձեր մասին, որ երբևէ լսել եք»։ Անընդհատ ինձ ամուսնացնում էին այն տղաների հետ, ում հետ այդ պահին նկարահանվում էի, անկեղծացել էր Էմման։ Ինչ եք անում տխուր ժամանակ։ Հիմնականում ֆիլմ եմ դիտում։ Ինչ տարօրինակ սովորություն ունեք, որից կուզեիք ձերբազատվել, բայց չի ստացվում։ Անընդհատ շրթունքներս եմ կրծում, նշել էր Էմման։ Ինչով է օգնում և խանգարում դերասան լինելը։ Խանգարում է նրանով, որ երբ փողոցում քայլում ես, անընդհատ պետք է ձգված լինես, որովհետև երբ կա թեկուզ թեթև հայտնիություն, կողքից նայում են ու անգամ ծիծաղին երբեմն կարող են վատ աչքով նայել։ Դրա համար միշտ պետք է զգոն, լուրջ և սթափ լինես։ Ձեր ամենասիրելի հայ դերասանն ով է։ Միքայել Պողոսյանը։ Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք խաղալ։ Ջոնի Դեփի և Ռայան Ռեյնոլդսի։ Հաջորդ հարցը հետևյալն էր. «Վատ մեկնաբանություններին ինչպես եք վերաբերվում»։ Հիմա արդեն անտեսում եմ։ Ոչ ջնջում եմ, ոչ նյարդայնանում։ Եթե լավ տրամադրություն ունեմ, կարող եմ նույնիսկ հումորներ անել։ Ամառային հանգիստը որտեղ եք պլանավորում։ Դեռ չեմ պլանավորել, բայց մի բան կմտածեմ։ Վերջին հարցը այսպիսինն էր. «Ինչի մասին եք երազում»։ Նոր նախագծի, ցանկալի է լիամետրաժ ֆիլմ լինի, անկեղծացել էր Էմման վերջին հարցազրույցի ընթացքում։